Բարև ձեզ ժողովուրդ ջան, ուրեմն ձեզ համար այսօր պատրաստել եմ tier list, իսկ ովքեր չգիտեն ինչա tier list-ը, հիմա բացատրեմ։ Ուրեմն ես այսօր անելու եմ պիտոմեսների tier list, պիտոմեսներին գնահատել եմ իրենց տեսքը ու իրենց նավիկը։ Ու այդ ամեն ինչի հիման վրա իրանց դասավորելու եմ։ S-ը ամենագազաներն են, ամենալավերը, իսկ F-ը ամենավատը։ Իսկ ելեք միանգամից սկսենք առաջինը շունն է, ուրեմն ինքը տեսքը այդպես ոչինչ շուն է էլի, սիրուն շունը, տեսքը այնա որ ինքը սունկ է գտնում, շանը բնորոշ ինքը հոտ անում ու գտնում ասանքերը, բայց մեզի պետք չի սունկ գտնել, մենք համարյա միշտ տենում ենք էլի սունկը որտեղ է գտնվում ու կանե պետք չի, դից որ շունը գալիս է F, կանե լավ նավիկ չի։ Սլիզը շատ լեգենդարնի պիտոմեց է, իրան խաղի մեջ մի անգամ են բերել ու էլ չեն բերել, իրան հիմա չի եղնում ձեռք բերել, չգիտեմ հետագայի մասին։ Ուրեմն շատ ուժեղ նավիկ ունի։ Ինքը բռոնին ամեն վայրկյանը մի աճակով ուժեղացնում է։ Բացի այդ ձեր բռոնին այն որ վրան 0 կյանք է թողեն ձեր բռոնի չի ջարդի։ Միանգամից S-tier։ Ուրեմն հրեշի վրա երբ որ գրանատ կամ այդ սառը սպանման են գցում, ինքը 30% ուրան է քչացնում, բայց քան որ 90 վայրկյանը մեկ է թողում, կան է լավը չի, կարելի է իրան դնել դեմ, միշտեղներ ավելի բարձր կդնենք։ Աքսիլոտը երբ դուք օգտագործում եք պսիգը գազը կամ ափսիշկը, հնարավորություն կա 50% շանս, որ ինքը էլի դրանից ձեզ կտա։ Կարելի է դնել B, քան որ շատ օգտակար է էլի, լինում է որ քիչ է լինում մոդներից ապտաները, շատ լավ է դա։ Գանգստեր շունը, քանի որ նավիկներ չունի, ելեք իրանց տեսքը ավելի շատ, գանգստեր շունը էլի սիրուն է։ Ուղղակի միանգամից ինքը լեգենդ, քանի որ ինքը լեգենդ է, էլի նավիկ չունի, բայց ուրիշների նավիկը ալմավր են դնել։ Ես է կատու շատ եմ սիրում։ Լավ, ելեք A-tier տնենք։ Old-ն են մեր, շունն էլ է։ Old-ոտ, Robocaylo իրա տեսքը շատ լավն է, նավիկն էլ այնպես անում, որ սումքի մեջ տեղ է ազատում։ Կարելի է ստեղ դնել։ Պանդան ամնքիլից 10 կյանք է լցուն, կան է օգտակար չի, կան է լավ չի, մի կիլից 10 կյանք, գոնեմ կիչ շատ եղներ կամ ուրիշ բան լցեր։ Ուրեմն աղվես ամեն ապտա անելուց 10 խպը ավել է տալիս։ Բարձր պանդա ես, քանի որ պանդան կիլի դեպքում է 10 խպը տալիս, իսկ եսի ամեն ապտեից է 10 խպը ավել տալիս, դրա համար B։ Ռոբոս ծինկի վրա 100 կյանք աղվելացնում, դժվար կարանան ջարդեն ձեր ծինկին, դրա համար կարելի է դնել այստեղ։ Ուրեմն այս կենտանու անուն չհիշեցի, ինքը որ փորոմա մտնում է գետնի տակ, այդ կենտանն է։ Ուրեմն ինքը շատ գազան նավիկ ունի, օրինակ երկու այն մեծ ապտն որ անեք, ահագին եփե է լցում, ես է կալմիրի հետ եք դնում պերսոնաժի, որ 5 կյանքերը լցում է տեղին է փոխարինում է։ Բեսան բուժեղ բան է ստացվում։ Ուրեմն արծիվը բացի իր տիրոջից նաև իր ընկերներին է օգնում, որպեսզի արագ իջնել, բայց մի քանի անգամ էլ օգնում է, քանի որ մահանում եք էլի վերածնվում եք արագ իջնեք, շատ օգտակար նավիկ է A-tier։ Պինգվինն էլ ստենկը տալիս շատ լավ բան է, ստենկին որ ամենակարևոր բաներից է S-tier։ Գորիլլան կռանատ նմանատիպ բաները հեռու է լինում շփոթել, էդի մինուսը ունի, ստենկին մի քիչ հեռու է դրվում, չնայած էդի ապառնեկին օգնելու համար լավ է A-tier։
Դրակոն ԱՊՏ ենողների տեղերը նշում է շատ ուժեղ նավիկ է, S-Tier, Fighter-ի մեջ, Power-Racing-ի մեջ շատ լավն է, սրանով եմ խաղում, այլ մորակայինը իրան երբ որ update եք լինում բան եք անում, սարքում եք ձեր բռոնին, ձեզի կրակելուց ուրոնը քիչ է ընտանում, բայց կան է ուժեղ չի, B-Tier, բաղը էլի B-Tier, արագ եք, պապզած գնալու, հակառը երբ որ հակառակորդը ձեր վրա ինչ-որ վնասակար նավիկ է գցում, օրինակի համար մոկոյ է ակտիվ անում կամ նավիկները որ հեչ է լինում, էդի 50%-ով ժամանակը այդ նավիկների կարճացնում է, այսինքն մոկոյով 10 վայրկյան կարային ձեզ նայեն, արդեն 5 վայրկյան կնայեն, A-Tier լավն է, նապն ամեն զոնայից 50 եփե լցում, D-Tier, Մբապեն ես մեր կրիանա ըրման հենց ձեզ հետևից են խփում, ուրոնը քիչ է տանում, B-Tier լավն է, Ակուլան երբ ձեր մոտ ինչ-որ նոկ եք անում, համ ձեր ընկերների արագությունը մեծացնում է, A-Tier շատ լավն է, պատկերացրեք սա վազելու նավիկ ու այդ պերսոնաժի ինչ արագ է գնաք, Բուն ուրեմն բուն կան է լավը չի, մենակ օգուտային է, որ բան եք ուղարկում, օրինակ դրոն եք ուղարկում մարդկանց տեղը ցույց տա 10 մետրով մեծացնում է էլի այդ տարածությունը, կան է լավը չի, Գայլը ինչ էր անում, Գայլը, սոս չեմ հիշում ինչ էր անում, բայց մի վարկյան հեսան ստուգեմ ասեմ ինչ անում, հիշեցի ինչ անում Գայլը ժողովրդության առանց նայելու, եթե դուք ինչ-որ մեկին նոկ եք անում, ձեր եփները լցվում է, սեք կարանք դնենք, մողեսը ինչ-որ մարդկանց տեղներ ցույց տալում, հիշում եմ այդպիսի բան, ուրեմն B-Tier կդնենք, անցանք կակտուսին, հենց այսպես է իր անունը, ուրեմն կակտուսը երբ կայնած եք մնում 10 վայրկյան առանց շարժվելու ձեր եփները լցվում է, կարանք դնենք որովհետև 10 վայրկյան կայնել, չնայած կարակ փախնեք, ձեր կյանքերը քիչ լինի, ստիպված կայնեք, չէ այդքան էլ լավը չի, ուրեմն այս կենտանին եթե տեսել եք հոտեր է արձակում, դրա համար անունը սենց եմ դրել, ուրեմն այս կենտանին ամենաուժեղը, քանի որ ձեր ակտիվնի նավիկի ժամանակը 15%-ով իջացնում է, ու այն նավիկների, որը կարող օգտագործեք 2-3 անգամ, հենց դրանց համար, օրինակ այդ վազելու պերսոնաժը դնում եք էսի հետը բոմբա եղնում, որ շատ ուժեղ նավիկ է, ես սրանով եմ խաղում, այս էր, այս մեր tier list-ը, ես եմ մեր ուժեղները, A-երը, B-երը, C-երը, D-երը, N և F-ը, Ժորժ ջան, լայքերը դրեք, ես նոր կոնտենտի համար կելեք կմպցնենք լայքերը, հաջորդը դուրս կգա պերսոնաժների tier list-ը, կբացատրեմ որն է լավը, որը ինչ է անում, կելեք լիքը լայքեր հավաքենք, իսկ ովքեր ուզում են անել դոնատ հեռախոսի համար, կթողեմ կոմենտներում, կարող եք ամեն տեսակի դոնատ անել, համ Roblox, համ Free Fire, ամեն ինչ, այսքանով ավարտենք վիդեոն, շնորհակալություն, հաջողություն։